Եվ դաստիարակության անհրաժեշտությունը ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղում բացվել է Տավուշ ռազմահայրենասիրական ակումբը։ Զինվորական կարգ ու կանոնի սկզբունքներով ձևավորված ակումբի 60 կամավորները մեծ պատրաստակամությամբ են լծվել նոր նախաձեռնությունները իրականացնելու գործին։ Գայանե Թամամյանի ռեպորտաժը Տավուշից։ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դահլիճի ուրախ տրամադրության առիթը կրկնակի էր։ Նախ բուհի ուսանողական գիտական ընկերության բերած մրցանակը Հայկյան մրցանակաբաշխությունից, լավագույն մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին անվանակարգում հաղթող է ճանաչվել։ Ստանալ Հայկյան մրցանակ նշանակում է լինել գնահատված Հայաստանում հայ երիտասարդության կողմից։ Մասնաճյուղում հազվադեպ հյուրեր չեն զինվորականները, այս անգամ հանդիպման առիթը նրանց ևս ոգևորել էր։ Աջակցության պատրաստակամությամբ նրանք ողջունեցին նոր ձեռնարկը Տավուշ ռազմահայրենասիրական ակումբի հիմնումը։ Առաջինը իսկ իրենց գործունեությունը առաջարկով բերքաբերք գյուղում պետք է անցկացնենք եւ դրանից հետո ընդլայնենք ամեն ինչ եւ համոզված եմ, որ այդ ուսանողները իրենց տեղը գտնեն շատ արագ։ Ուսումնառությունը ռազմահայրենասիրական շեշտադրումով, այս անհրաժեշտությամբ ծնունդառած նախաձեռնությանը ուսանողների արձագանքը գերազանցել էր սպասելիքը, տղաներից ետ չեն մնացել եւ աղջիկները։ Այն, որ մենք մտածում ենք 33 ուսանողի մասին, միանգամից մեկ օրվա ընթացքում անդամագրվեց 70-ը։ Ակումբն արդեն ունի իր կանոնադրությունը, անելիքների շրջանակը, կլինեն այցելություններ զորամասեր, զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ուխտագնացություններ, պատմամշակութային հուշարձանների պահպանման ուղղված ձեռնարկներ։ Այսուհետ եւ երկրապահի, եւ Վազգեն Սարգսյանի, եւ Մոնթե Մելքոնյանի անվան կրթաթոշակները պետք է տրվի մեր ռազմահայրենասիրական ակումբի այն անդամներին, որոնք եւ կրթության, եւ ռազմահայրենասիրության ասպարեզում ուրեմն իրենց կդրսևորեն ըստ արժանավորությունը։ Հենց սահմանամերձ մարզի բուհում նման ակումբի ստեղծումը միայն կամրապնդի հողին պինդ կանգնելու կամքը, համոզված է Իջևանի զինկոմը։ Մենք դատապարտված ենք ուժեղ լինելուց, մենք դատապարտված ենք հայրենասեր լինելուց, մենք դատապարտված ենք դարպասները պահելուց, մեր հայրենիքի։ Դասակի եւ զինվորական կարգ ու կանոնի սկզբունքով ձևավորված ակումբի 60 կամավորների երթման արարողությունը ազատամարտիկների հրապարակում էր, նահատակների հիշատակի խաչքարին ծաղիկներ խոնարհելուց հետո։ Մեկ շաբաթ անց կպատրաստվեն մկրտության, կնքահայրերն էլ զինվորականները կլինեն։ Ակումբի նախագահ զոհված ազատամարտիկի որդի Վահագն Չոբանյանը վճռական է տրամադրված, վստահ, որ իրենց շարքերը կստվարանան։ Ես այն կարծիքին եմ, որ ռազմահայրենասիրական դաստիարակությունը երիտասարդության շրջանում պարտադիր է, որովհետև դա համարում եմ հայրենիքի խաղաղության, անվտանգության կարևոր երաշխիք եւ գրավական։ Գայանե Թամամյան, Առաջին ալիք։